Հասկանալի։ Մինասյանն ասում է ինքը բացարձակ առաջատար է։ Ով է ասում։ Սարիկ Մինասյանը։ Դե կաբրենք կտեսնենք, մի քիչ համբերենք կտեսնենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։ Դե հիմա կաբրենք մի քիչ Դուք կհավաքեք 50+։ Դուք որ ասում եք, եթե ձերը շատ լինի, բայց իրենք միանան եւ քիչ լինի, դուք այդ դեպքում չեք միանա։ Բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության, հանուն նրա Գյումրու զարգացման։ Բայց ինչ են այդպես անում, որ ասենք, եթե հանգարց մեկը 3-ի ձայները, 1-ի ձայների չափ չի լինի։ Ոնց կարող է, այդտեղ քննարկման առարգա կլինի, մենք տեղում կխոսենք, հիմա ես չեմ կարող։ Եթե շատ լինի 3-ի ձայները 1-ի ձայնից։ Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն էլ իրենց պաշտպանելու են։ Դուք չեք վերցնի մանդատը։ Դուք մանդատը չեք վերցնի, պարոն։ Ես բացատրեցի։ Այո։ Իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երկելը, մուղամ։ Ինչի այսօրվա նա բանը վարչապետի կինը բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արդասանել, դա վատ բան է, ընդհանուր առմամբ։ Դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Իսկ իդեպ Շուշի ոնց եք հետ բերելու։ Մի րոպե սպասեք։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է։ Սիրուն, այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք։ Ու երգում եք առանց յարի չեմ կարող։ Ֆալշ մի նվագեք, հա, այդ առանց յարի ով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։